Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայն Հայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունվարի 7-ն է 2026 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական, ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Անպայման կանդրադառնանք եւ Վենեսուելայի հետ կապված զարգացումներին, եւ Իրանի, եւ Ուկրաինայի, մի խոսքով այն թեժկետերը, որոնցով պայմանավորված է նոր աշխարհակարգի ձևավորման հարցերը։ Վենեսուելայի գործող նախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է. «Ես որոշել եմ հայտարարել 7-օրյա սուգ ի պատիվ փառք եւ երախտագիտություն այն երիտասարդ կանանց եւ տղամարդկանց, որոնք զոհաբերեցին իրենց կյանքը պաշտպանելով Վենեսուելան եւ նախագահ Նիկոլաս Մադուրոին»։ Ռոդրիգեսը նշել է, որ իշխանությունները զոհված երիտասարդներին համարում են նահատակներ, որոնք զոհվել են երկիրը արտաքին ագրեսիայից պաշտպանելիս, հանրապետության բարձրագույն արժեքների համար։ Ռոդրիգեսն ընդգծել է, որ Վենեսուելայում պետք է պահպանվի ներքին խաղաղությունը եւ կրկին կոչ է արել դադարեցնել հանրապետության վրա ճնշումներն ու հարձակումները։ Իհարկե, շատ գեղեցիկ է հնչում այս հայտարարությունը, բայց հասկանալի է, որ եթե ինքը Ռոդրիգեսը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածություն ձեռք բերված չլիներ կամ չլինի, ինքը ուղղակի չի կարող աշխատել այս իրավիճակում, որը որ մենք տեսնում ենք ինչ է կատարվում։ Այսինքն, եթե իրան պետքա դեմքը փրկել, որ նման հայտարարություն անի, մենք խնդիր չունենք, բայց ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ առանց սերտ համագործակցելու պարզապես չի կարող պաշտոնավարել, որովհետև տեսնում եք, թե ինչ ձևով է Միացյալ Նահանգները իր ակտիվությունը տեսնում եք Վենեսուելայի հետ կապված։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ափսոսանք է հայտնել Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհերի կապակցությամբ։ Թրամփը պնդում է, որ ամերիկյան կողմից զոհեր չկան։ Զոհվածների մեծ մասը Կոլումբիայի քաղաքացիներ են։ Միացյալ Նահանգները ևս մեկ անգամ ապացուցեց, որ մենք երկիր մոլորակի ամենահզոր, ամենամահաբեր, ամենակատարյալ եւ ամենասարսափելի զինված ուժերն ունենք, ասել է ԱՄՆ նախագահը։ Հա, բա մենք դա գիտեինք, բա դրամա էլ ասում ենք, բա իսկ դու գիտես։ Հիմա էտա Վենեսուելայում այս գործողությունն եղավ, գոնե Դոնալդ Թրամփն իմացավ, թե ում այդ գործ ունի, թե չէ իրան դրել էր խաղաղության աղավնի տեղ, ստեղ պատերազմը դադարեցնենք, ստեղ մաքսատուրքերով պատերազմը դադարեցնենք, ինչ մաքսատուրք, Ամերիկայի կշիռը մաքսատուրքն է։ Եվ այնպես չի, որ պարբերաբար այս մասին չենք խոսել, որ ինքը այն կարևոր լծակը, որը որ ունի, դրա մասին պետք է մտածի։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել որ աջակցում է Վենեսուելայի լիազոր նախագահ Դելսի Ռոդրիգեսին եւ ազգային շահերի պաշտպանությանն ուղղված իշխանությունների ջանքերին։ Վենեսուելային պետք է տրամադրվի իր ճակատագիրը որոշելու իրավունքը առանց արտաքին որևէ ապակառուցողական միջամտության։ Տարածաշրջանի երկրների ինքնիշխան զարգացումը պետք է երաշխավորված լինի։ Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս ստեղծված իրավիճակի դեէսկալացիայի եւ առկա ցանկացած խնդրի լուծման օգտին, կառուցողական երկխոսության եւ միջազգային իրավական նորմերի առաջին հերթին ՄԱԿ-ի կանոնադրությանը հարգելու միջոցով։ Լատինական Ամերիկան եւ Կարիբյան ավազանը պետք է մնան խաղաղության գոտի, ասված է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։ Ի դեպ, այն հարվածը, որը որ հասցրեց Ռուսաստանի շահերին Միացյալ Նահանգները Վենեսուելայում են ինչ որ տեղի ունեցավ դրանով, այտենց հարված նույնիսկ չէր լինի Ռուսաստանը, եթե անգամ Մոսկվային հարված էր, որովհետև շատ լուրջ, շատ ծանր հարված էր, որովհետև շատ լուրջ ֆինանսական ներդրումներ էր արված Վենեսուելայում, փողեր էին տվել պարտքով, բացի դրանից էլ զենք էին տվել, մի խոսքով շատ լուրջ դերակատարություն էր վերապահված Վենեսուելային եւ դա շատ ծանր հարված էր Ռուսաստանին։ Ու դա միայն չի ավարտվում այդ հարվածով, հիմա շարունակվում է այդ ամեն ինչը։ ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը հաստատել է ռուսական մարիներ նավատարի
նավթատարի կալանավորումը Ատլանտյան օվկիանոսում։ Նավը կալանավորվել է Հյուսիսային Ատլանտիկայում ԱՄՆ դաշնային դատարանի կողմից տրված օրդերի համաձայն, ասում է Եվրոպական հրամանատարության հայտարարության մեջ, իսկ հա պատերազմի նախարարը ԱՄՆ-ի պարզաբանում է, թե այդ ինչի մասին է խոսքը։ Ատլանտյան օվկիանոսում Մարիներ լցանավի կալանավորումը կապված է Վենեսուելայից պատժամիջոցի տակ գտնվող նավթի շրջափակման հետ։ Այսինքն հիմա հասկանալի է, որ այդ ստվերային նավատորմը, որ ուներ Ռուսաստանը եւ կարողանում էր տարբեր դրոշներով նավթ հաներ, տաներ, վաճառել, չգիտես ինչեր, այդ բոլորի հետ կապված սանկցիաները կար, բայց եւ միևնույն ժամանակ փորձ էր անում նորից շարունակել այդ ձևով աշխատել։ Մի կողմից հարվածները հասցնում Ուկրաինան նավերին, նավթատարներին, տանկերներին, մի կողմից էլ հիմա այս կարգի հարվածները հասցնում ԱՄՆ-ը։ Դա ուղղակի կարելի ասել կործանարար հարվածներ է Ռուսաստանին, որովհետև ինքը գործնականում կորցնում է ամենամեծ եկամուտ ստեղծող իր համար, բյուջեն համալրող իր համար ճյուղը։ Բացի դրանից, հիմա տեսեք, գները ինքը այնպես է գցել, որ սկի չի կարողանում նորմալ ինքնարժեքում չի տեղավորվում, բայց գոնե արտահանեմ, գոնե ինձանից կախված լինեն, վաղը կարողանամ ավելացնեմ, որ չգնան ուրիշ տեղից առնեն։ Բայց անգամ այդ պարագայում, եթե ինքը փորձում էր վերավաճառել, ինչ որտեղ ասում են, դե լավ, վերավաճառողից էլ եթե առնենք, մեկը իրան գումար քիչ է հասնում, պատերազմի վրա քիչ կծախսվի։ Հիմա ասում անգամ այդ չի պետք։ Մենք այնա կդնենք, այդ հարցերը կլուծենք, Վենեսուելան ամենամեծ նավթի պաշարներն ունի եւ արդյունքում տեսնենք Դոնալդ Տրամփն ինչ է ասում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հրապարակել է մինչև 50 միլիոն բարել վենեսուելական նավթի վերամշակման եւ վաճառքի ծրագիրը, որը մնացել էր Վենեսուելայում ԱՄՆ-ի կողմից իրականացվող շրջափակման պատճառով։ Տրամփը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ Վենեսուելան կվաճառի պատժամիջոցների տակ գտնվող 30-ից 50 միլիոն բարել նավթը, որն ուղիղ կերպով կուղարկվի ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի կողմից անմիջապես իրականացվելիք ծրագրի համաձայն։ Այս նավթը կվաճառվի շուկայական գնով եւ ես որպես Ամերիկայի ԱՄՆ նախագահ կվերահսկեմ այս գումարը, ապահովելու համար, որ այն օգտագործվի Վենեսուելայի եւ ԱՄՆ ժողովրդի օգտին, ասել է Տրամփը։ Հիմա նաեւ հասկանանք, թե ինչով էր այս ծանր հարվածը։ Նախ մի քիչ պատմական էքսկուրս կատարենք, որ հասկանանք ինչու հայտնվեց Ռուսաստանը այս վիճակում։ Երբ որ 1973 թվականի հոկտեմբերի 6-ին Եգիպտոսը եւ Սիրիան որոշեցին հանկարծակի հարձակվեն Իսրայելի վրա, մանավանդ 6-օրյա պատերազմը 67 թվականի, Իսրայելը վերցրել էր տարածքներ Եգիպտոսից Սինայի թերակղզին, նաև Սիրիայից Հոլանի բարձունքներ, եւ այս պարագայում իրանք փորձում են հետ բերեն եւ օգտագործեցին կրոնական գլխավոր տոնը իրանց Յոմ Կիպուրի պատերազմի մասին է խոսքը եւ հարձակվեցին Իսրայելի վրա։ Այդ ժամանակ իհարկե հանկարծակի եկավ Իսրայելը, այնպես չի որ հետախուզական տվյալներ չուներ, որ պատրաստում են հարձակվել, բայց քանի որ 6-օրյա պատերազմը Իսրայելը տեսել էր, որ կոալիցիա են կազմել հարձակվելու, ինքը նախահարձակ եղավ, որպեսզի այս անգամ էլ չասեն դե լավ էլի ամեն անգամ դու ես հարձակում, իսկ ով ասե որ իրանք ուզում էին քո վրա հարձակվեն, ինչ արեցին, մի քանի հատ պրովոկացիոն քայլեր արին, թե իբր թե հարձակվում են, բայց դա կեղծ արեցին, որպեսզի զգոնությունը բթացնեն, ասեն լավ, սա էլ հերթական անգամ այդպես է, եւ օգտագործեցին կրոնական տոնը, որ համարելով որ Իսրայելը գլուխը խառը կլինի, տոնով զբաղված կլինի եւ շատ ավելի հեշտ իրանք հաջողություններ կունենան։ Իհարկե ծանր հարված հասցրեցին Իսրայելին, որտարապես մի 3000 մարդ զոհվեց, Իսրայելի պարագայում դա շատ լուրջ թիվ է, բայց ուշքի եկան եւ ԱՄՆ-ի աջակցությամբ, երբ որ արդեն Իսրայելը անցավ հակահարձակման, արդեն մնացել էր մի 100 կիլոմետր, որ հասնեին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեին, մի 25-30 կիլոմետր էլ մնացել էր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին հասնելու հետ կապված, Խորհրդային Միության ղեկավարը Լեոնիդ Բրեժնևը զանգեց Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարը Ռիչարդ Նիքսոնին եւ ասեց, եթե զորքերը հետ չքաշես, ես մտնում եմ 10-րդ համաշխարհային պատերազմն է սկսում։ Դա ինձ իհարկե վախեցավ Միացյալ Նահանգների նախագահը եւ
հանձնարարականը տվեց հետ քաշվել, այսինքն արդյունքում ոչ ոքի գրանցվեց, այսպես ասած, կորուստները չհաշված, որտեղ դե կորուստները արդեն պարզ է, դրա ոչ ոքին որն է, բայց ամեն դեպքում ես ինչի համար սա հիշեցրեցի, որ այս ծանր պայքարի ընթացքում արաբական երկրները որոշեցին սանկցիաներ կիրառեն այն պետությունների նկատմամբ, ովքեր Իսրայելին աջակցում էին։ Եվ ահա նրանք արաբական OPEC-ը ներողություն նավթարդյունահանող ընկերությունը արաբական երկրները որոշեցին հոկտեմբերի 17-ին պատերազմի այդ թեժ ժամանակ ամսի 6-ին էր սկսվել 23-ին վերջացավ որոշեցին սանկցիաներ կիրառել այն պետությունների նկատմամբ ովքեր աջակցում են Իսրայելին իսկ ովքեր են այդ պետությունները Միացյալ Նահանգներ Կանադա Եվրոպական երկրներից Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ եւ մեկ էլ Ճապոնիա։ Բայց այնպես չէր, որ մենակ եվրոպական երկրներից Մեծ Բրիտանիային ու Նիդերլանդներին չտալով Եվրոպայի մյուս տեղերը ճգնաժամ չառաջացավ, որտեղ ծավալները այնպես խնդիրներ առաջացրեց, Եվրոպայում խնդիրներ ունեցան։ Բայց մի քանի ամիս հետո այդ էմբարգոն հանեցին, բայց դա դաս եղավ արևմուտքին, որ տեսեք, մենք ունենք ուժ Նրանք էլ ունեն նավթ, որը օգտագործում են որպես ուժ։ Մեզ խեղճացնելու համար իրանք իրանց նավթով փորձում են մեզ պարտադրել իրանց քաղաքականությունը։ Եվ ասին վերջ, եթե մենք ունենք ուժ, կամ արաբական նավթ արտահանող երկրները կլինեն մեր բարեկամները, կամ մենք այնտեղ ժողովրդավարություն կփնտրենք ու կգտնենք։ Նավթը կգտնեն իրանք, ժողովրդավարությունը կգտնենք մենք։ Եվ պատահական չէր, որ այդ ընթացքում խորհրդային միության ծավալները կտրուկ ավելացան, որտեղ իրանք ասին, եթե այդպես են արաբներն իրանց պահում, մինչև պառակտելը, մինչև իրանցով անելը, մինչև հարցերը լուծելը, բերեք խորհրդային միության այդ ծավալներն ավելացնենք, ինքը ավելի հուսալի գործընկեր է, քան ինչպես տեսնում ենք արաբները։ Եվ խորհրդային միությունը այդպես հրաշքով ինքը սկսեց ծավալները մեծացնել եւ ինչպես տեսակ Եվրոպան կախվածության մեջ էր հայտնվել ընդཐུպ մինչեւ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը, այսինքն խորհրդային միությունից այդ ծավալները տեղափոխվեց Ռուսաստանը եւ Ռուսաստանը արդեն ինքն էլ մտածում էր, որ Եվրոպան այնքան է Իրանից կախված, որ ինքը ինչ ուզենա նրանց կպարտադրի։ Այդ իսկ պատճառով նրանք Ուկրաինայի հետ կապված չեն միավորվի, որտեղ իրանք կորուստներ կունենան։ Հիշում եք ինչպես էին հեգնում եւ Պուտինը եւ Մեդվեդևը անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին նախագահը, որ հեսա կսառեն խիղճները գլուխները կգա, անենց գներ կդնեն, կհասկանան։ Այո, մի քիչ սառեցին, այո, մի քիչ խնայողության ռեժիմ միացրեցին, մի քիչ թանկ վճարեցին, բայց կամաց իրանք գտան այլընտրանքային տարբերակներ, որով որ կարողանային Ռուսաստանից կախվածությունը փոքրացնել, որովհետև Ռուսաստանի նախագահի հիմարությունը, որ կարծում էր, որ այդ ճանապարհով չեն գնա, հեշտ ճանապարհով կգնա Ռուսաստանից կախվածության մեջ ելնեն։ Ռուսաստանից ավելի հզոր երկրները նավթային կախվածության մեջ ելնեն եւ Ռուսաստանը թելադրող ելներ, ինքը նույնիսկ չտեսավ, թե արաբական երկրների հետ կապված ինչ արեց արևմուտքը։ Գոնե այդքանը հասկանար, նույն սխալը թույլ չտար։ Իսկ հիմա երբ որ դու շարունակում ես փորձել, որ դրանով ասես լավ, մեկը այդ ծավալը, որը որ այսօր դուք Ռուսաստանից չեք ստանում, ուրիշ տեղերից մեծ դժվարություններ կա, ամենամեծ պաշար ունեցող Վենեսուելայի հետ կապված Միացյալ Նահանգներն ասեց, հա, դե հիմա եթե ես այնտեղ ու այնպես չի, որ Վենեսուելայում Ամերիկայի Միացյալ Նահանգների նավթային կամպանիաները ներկայացված չէին կամ ներկայացված չեն։ Մի մասը իհարկե խնդիր են ունեցել ազգայնացման հետ կապված դեռ Ուգո Չավեսի պաշտոնավարման ժամանակ, բայց էլի շարունակում էին աշխատել, այսինքն խնդիրը որն է, որ Ամերիկան փորձ ունի Վենեսուելայի հետ աշխատելու եւ ասեց ուրեմն ես աշխարհի ամենահզոր պետությունը լինեմ եւ դուք նավթային շանտաժ անեք կամ Ամերիկան կանգնի եվրոպական երկրներին ասի նավթ մի ստացեք, բայց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որ տենչում էր, որպեսզի Թրամփի հետ հանդիպի, Օրբանն անգամ ասել մեր շահերից ելնելով մենք չենք հրաժարվի Ռուսաստանի նավթից։ Այսինքն Ռուսաստանը ուղղակի դրդեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ նա ասի դե որ այդպես է, ես աշխարհի ամենահզոր երկիրն եմ ու ինչ որ մեկից կախված եմ, հիմա Ռուսաստանը հասկացավ, որ ինչ օրը ընկավ։
իր սխալի պատճառով, այնպես որ թող մեղավոր ման չգան, թող մի հատ ուսումնասիրեն այն պատմական սխալը, որ թույլ տվեցին արաբները, հիմա ինչի արաբները ոչ մի հարցում չեն կարող միավորվեն, խոսում են, բայց ամեն մեկը հասկանում է, իրանց միավորված շահերը կարող է հակասության մեջ մտնի եւ իրանց պետությունները խնդիրներ ունենան։ Եվ տեսել եք, որ մի մասը Ամերիկայի Միացյալ Նահանգներ շատ լավ հարաբերություններ ունի, մի մասը սերտ դաշնակցային հարաբերություններ ունի, մի մասն էլ նեյտրալ, համենայն դեպս բոլոր պարագաներում իրանք հասկացան իրանց սխալը։ Մի քանի ամիս տևեց 73 թվականի էմբարգոն, բայց դա ապտակ էր, որը հիշում են մինչև այսօր, որ նույն սխալը չկրկնեն։ Այսինքն Վենեսուելայի մտնելը ոնց որ Ռուսաստանը խնդրեր, ասում էր ես քեզ զենք եմ տալի, դու պայքարի Ամերիկայի դեմ, ուղեղը նայեք, էլի այդ մարդու, ինքը չի կարողանում բանը պահի, Մոսկվան պահի։ Հիմա էլ մարդիկ կան ասում են, կարող է ինքը ուղղակի բանի Տրամպի հետ պայմանավորվեց, որ Վենեսուելան հանձնի։ Ինքը սկի Մոսկվան չի կարողանում ուկրաինական դրոններից պահի։ Ինքը պետք է Կարակասը պահեր Ամերիկայի զենքի դեմ։ Ժորժ ջան, կարող է այլի դեռ չեք հաշտվում այդ մտքի հետ, որ Ռուսաստանը այդ քաշը չունի, ուղղակի փորձում է ինքը խափի, բայց ամենամեծ խափվածը իրանք են, որտեղ ոչ մեկը չի խափվում, բայց իրողությունը սա էր։ Ռուսաստանը ինքը իր գլխին սարքեց, ժողովուրդ ջան։ Եվ այս ամեն ինչը ինչ որ տեսնում եք, դրա շարունակությունը փաստորեն հասկանում եք, որ նա ուղղակի ինքը իր տնտեսությունը եւ իր երկիր առավել եւս այս վախը մտավ մեջները, որ եթե Դոնալդ Տրամպի ասածը չանեն, ինքը լավ գիտեն, թե ինչ օին կբերի իրանց գլուխը։ Այդ Կարակասը, այդ միլիարդավոր դոլարներով տված հակաօդային պաշտպանության համակարգով չէիք պահելու։ Այդ նույնով չեք Մոսկվան պահում։ Ամերիկան, որ ցանկանա ինչ-որ գործողություն կատարի, դուք կարաք թեմա առնեք։ Ուղղակի լավ է, գոնե Տրամպը հասկացավ, որ արդեն Ռուսաստանի հախից գալը լավագույն հարվածը Վենեսուելան է։ Իր տարածքում հարված հասցնելով հարցը լուծում է արդեն շատ այլ ձևերով։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը հայտարարել է, սա էլ ասենք այս հարցը այնուամենայնիվ լարվածության մի օջախ էլ սա է։ Նախագահ Թրամփը հստակ հայտարարել է, որ Գրենլանդիայի ձեռքբերումը Միացյալ Նահանգների ազգային անվտանգության առաջնահերթություն է, եւ այն կենսական նշանակություն ունի արկտիկական տարածաշրջանում մեր հակառակորդներին զսպելու համար։ Նախագահը եւ նրա թիմը քննարկում են այս կարևոր արտաքին քաղաքականության նպատակին հասնելու մի շարք տարբերակներ եւ իհարկե ԱՄՆ զինված ուժերի օգտագործումը միշտ էլ գերագույն գլխավոր հրամանատարի տրամադրության տակ է, նշել է Լևիթը։ Իհարկե սա կոպտագույն սխալ կարող է լինել Դոնալդ Տրամպի կողմից, այդ ոգևորությունը, որ ինքը Վենեսուելայով ունի, պետք է մյուսներին դասը լի, բայց ինքը առաջ չգնա, Վենեսուելան լրիվ բավարար է, որ ինքը Ռուսաստանին իր տեղը ցույց տա, առավել եւս Վենեսուելային կատեգորիկ ասել է, որ հարաբերությունները կխզես Ռուսաստանի հետ, Չինաստանի հետ ու Իրանի հետ, դե Իրանը այս հարցը մի այդքան այդ տրամաչափի պետություն չի, ավելի շատ Ռուսաստանն ու Չինաստանն են մրցակից եւ անգամ այդ խնդիրն է դրել, որ Վենեսուելայի իմացեք, որ շատ կոշտալնելու հարաբերությունները, որովհետեւ ամենաշատ Վենեսուելայից օգտվում էր Ռուսաստանը եւ Չինաստանը։ Բայց հիմա ես ուղղակի ուզում եմ մի բան էլ ասեմ, որ մենք պատկերացնենք, որ Դոնալդ Տրամպը հիմա հակադրվելով Եվրոպայի հետ, այդտեղ է թույլ տալիս կոպտագույն սխալ։ Չի կարելի ոչ մի պարագայում Եվրոպան մեծ հաճույքով է ընդունում Միացյալ Նահանգների գերիշխանությունը եւ դրանից պետք է Միացյալ Նահանգները իրան շատ լավ զգա, որովհետեւ առանց Եվրոպայի վրա ազդեցության Ամերիկայի Միացյալ Նահանգների կշիռը շատ կարող է փոքրանալ, որովհետեւ Եվրոպան շատ հանգիստ կարող է աշխատի եւ Հնդկաստանի եւ Չինաստանի հետ եւ եթե տեսնի, որ ձևը տենց է, դու պետք է գնաս Ռուսաստանի հետ հարաբերություն հաստատել, ինքը կհաստատի էլի, կարող է ձևը չգիտեն։ Եթե ինքը դա չի անում հանուն սկզբունքի, դու անես, եւ վաղը մյուս օրը որ ինքը անի, էլ կասել դու ով ես այս կոմերներ եւս։ Այսինքն ինչի եմ ասում, որ պատմական դասեր պետք է քաղի նաեւ Դոնալդ Տրամպը, որովհետեւ պատմությունը իր ուժեղ կողմը չի։ Ես հիմա նաեւ ասեմ այն ժամանակները, երբ որ Միացյալ Նահանգները փորձել է ազդեցություն տարածի նաեւ Հնդկաչինի վրա, չէ, վիետնամական պատերազմի հետ կապված 75 թվականին, երբ որ արդեն 20 տարվա պատերազմից հետո Ջերալդ Ֆորդը, ԱՄՆ նախագահ,
իրա վրա վերցրեց այդ սխալը ուղղելու ճանապարհը եւ շատ վատ ընդունվեց, թեպետ ինքը սխալն էր ուղղում եւ զորքերը հանեց Վիետնամից։ Բացի դրանից էլ նաև որոշեց չաջակցի նաև Կամբոջային չաջակցելու պարագայում հետո այնտեղ արդեն քաղաքացիական պատերազմի նման, այնա բնաջնջում է, իսկ քաղաքացիական պատերազմ էլ չէր։ Պոլ Պոտը եւ Յանգ Սարին Կարմիկ խմերները դրեցին մոտարապես 3 միլիոն մարդ սպանեցին, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները չաջակցեց նրանց, այսինքն դուրս եկան հնդկաչինից։ Շատ ծանր էր իհարկե այդ որոշում կայացնելը Ջերալդ Ֆորդի, որ մենք հնդկաչինում անելիք չունենք։ Ընդհանրապես պատերազմը այնտեղ սխալ էր, բայց դադարեցնողից էլ նեղացան, թե այսքան ինչի համար էին կռվում։ Այսինքն, բայց ես ուզում եմ ինչի ասեմ, այդ նույն Ջերալդ Ֆորդը, որը որ հետ քաշեց հնդկաչինից իր ազդեցությունը, նույնիսկ հարվածները իր վրա վերցնելով, պատմությունը պետք է մի քիչ ընդհանրական նայենք, որ պատկերացնենք։ 75 թվականի օգոստոսի 1-ին Հելսինկիի եզրափակիչ ակտը, որով ամրագրվում էր Եվրոպայի անվտանգությունը, որի գարանտն էր Միացյալ Նահանգները, ստորագրել է նույն Ջերալդ Ֆորդը, որը որ զորքերը հանել է հնդկաչինից, որտեղ ոչ մի պարագայում ինքը չմտածեց, որ պետքա նաև հետ քաշվել Եվրոպայից, որտեղ Եվրոպան, երբ որ դիմում էր Միացյալ Նահանգներին, թե ի վերջո երկրորդ աշխարհամարտից հետո եկեք մի հատ նայենք ինչ ենք անում, մի հատ ֆիքսենք, մի փաստաթուղթ սարքենք, բայց դա սկսվել է ոչ թե 75 թվականին, ուզում եմ ուշադրություն դարձնեք, 73 թվականին Ժնևից է սկսել այդ բանակցությունները, իսկ 73 թվականին Ժնևի բանակցությունների ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ռիչարդ Նիքսոնն էր, այսինքն Նիքսոնի ժամանակ է դա սկսվել։ Ջերալդ Ֆորդը, մանավանդ որ Նիքսոնը խայտառակ ձևով հրաժարական տվեց, որ այլապես կարող է իմպիչմենտի ենթարկվեր, պատմության մեջ Ամերիկայի միակ նախագահը, որը հրաժարական տվեց 74 թվականին, Ջերալդ Ֆորդը շատ հանգիստ կարող էր ասել մաքրվեմ Նիքսոնի քաղաքականությունից, որ կարողանամ մի հատ էլ ընտրվեմ, բայց ինքը չմաքրվեց, որտեղ 73 թվին Նիքսոնն էր, 75 թվին ինքն էր։ 75 թվին ինքը շարունակեց այն ծրագիրը Եվրոպայի անվտանգության, որը որ Նիքսոնն արել էր, բայց խայտառակ ձևով հեռացավ։ Նույնիսկ իր քաղաքականությունը Նիքսոնի շարունակելու, դե ինքը փոխնախագահն էր, չէ՞, մեխանիկ ավտոմատ ձևով դառավ նախագահ։ Դրանից հետո ինքը գնաց եւ պարտվեց ընտրությունների ժամանակ Ջիմի Քարտերին 39-րդ նախագահին։ Այսինքն ինքը կորցրեց նաև այն ակցիաները, որով կարող էր գնալ եւ հաղթելու հնարավորություն ունենալ, բայց նրա առաջ կանգ չառավ, հասկանալով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար Եվրոպայի անվտանգության երաշխավորելը անհամեմատ ավելի կարևոր է, քան աշխարհի ցանկացած տեղ։ Եվ նույնիսկ եթե կարող էր գցել նախկինի վրա, որը ձախողվել էր, ինքը դա չարեց։ Ուղղակի վատ չի լինի, որ Դոնալդ Թրամփը մեկ-մեկ, եթե չի հասցնում իմանա իր երկրի պատմությունը, ոչինչ, մենք համբերատար իրան կներկայացնենք, առանց Եվրոպայի հետ հարաբերությունների, ջերմ հարաբերությունների եւ միասնական հավաքական արևմուտքի գաղափարի, Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի ծանր հարված կստանա, քան Եվրոպան, իսկ Գրենլանդիայի հետ կապված Եվրոպային նեղացնելու հետ առիթով ես սա ուղղակի ասի չի կարելի նման բան անել Եվրոպայի դեմ դուրս գալ, ես քեզանից տարածք կվերցնեմ, դու Եվրոպայի երաշխավորն ես անվտանգության, եւ դրանով էր քո կշիռը բարձր աշխարհում։ ԱՄՆ հանրապետական սենատոր Լինսի Գրեհեմը դիմելով Իրանի իշխանություններին հայտարարել է. Դոնալդ Թրամփը Բարակ Օբաման չէ, դուք պետք է հասկանաք, եթե շարունակեք սպանել ձեր սեփական ժողովրդին, որը պահանջում է ավելի լավ կյանք, Թրամփը կսպանի ձեզ։ Իրանում փոփոխություններ են տեղի ունենում, դա կլինի Մերձավոր Արևելքի պատմության մեջ ամենամեծ փոփոխությունը, որը նպատակ ունի ազատվել այս նացիստական ռեժիմից։ Իրանի ժողովրդի համար օգնությունը ճանապարհին է, նշել է Գրեմը։ Իհարկե, խնդիրը որն է, այն որ Իրանում, եթե լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ պետություն Իրանը, ամենաշատ մենք ուրախ կլինենք նույնիսկ ավելի շատ, քան Իրանը,
որովհետև պատկերացրեք մեր հարևանը արևմուտքի հետ սերտ համագործակցող պետություն լինի, բայց մենք ինչ խնդիր ունենք, որ հիմա այդ զգուշավորությունը ինչից է գալի, Ամերիկան կամ Եվրամիությունը մի քիչ շատ ներկայացված էլի Հայաստանում դուրները չգա Իրանին, եթե Իրանը եւ արևմուտքի գործընկերն էլի ավելի լավ մեզ համար, բայց սենց ագրեսիվ ձևով որ Ամերիկան ցանկանում է ցույց տա, որ մենք կփոխենք, մենք էս կանենք, մենք այն կանենք, նաեւ իրանք ցույց են տալիս, որ մեր մոտից էլ մեր տեխնացուն կուղարկենք, արդեն դառնում է այդ տեխնացուն, որը ինտելեկտուալ մարդ է, լավ կրթություն ստացած, լավ ընտանիքի Շահզադե Փահլավին, արդեն ընդհակառակը դարձնում են դրածո, այն դեպքում երբ որ կարար նա ինքը իր խնդիրները լուծել ուրիշ ձևով, այսինքն դա լավություն չեն անում, հաստատ վատություն են անում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լուսանկարվել է նորից հզոր դարձնենք Իրանը գրությամբ գլխարկով իր դաշնակից եւ հանրապետական սենատոր Լինսի Գրեհեմի հետ։ Սենատոր Գրեհեմը գրել է. Աստված օրհնիր եւ պաշտպանիր Իրանի քաջ ժողովրդին, որը դիմակայում է բռնապետությանը։ Այսինքն դուք տեսնում եք այդ ամեն ինչը ինչի Իրանի հետ կապված խոսումը, նաեւ մեզ համար շատ վտանգավոր է, որովհետեւ Ամերիկայի հետ ենք չէ պատկերացնում, որ պետքա հարաբերություններ ունենանք թրիփի առումով։ Հիմա Իրանի այս խառը ժամանակները Իրանի արտաքին գործերի փոխնախարարն է շուտով կգա Հայաստան, մի հատ կուզենա մերոնց տեսակետները իմանա, ինչպես տեսնում եք, մերոնք հրապարակային ոչինչ չեն ասում։ Բայց լարվածությունը շարունակում է, ցույցերը շարունակվում են, արդյունքում հասկանանք, թե դա ինչի կարող է հանգեցնել։ Իրանի թագաժառանգ Ռեզա Փահլավին պարսկերենով տեսաուղերձ է հրապարակել սոցիալական ցանցերում բողոքի ցույցերի իր առաջին ուղղակի կոչը։ Սիրելի հայրենակիցներ, վերջին շաբաթվա ընթացքում ես ուշադիր հետևել եմ ձեր ցույցերին, մասնավորապես Թեհրանի շուկաներում տեղի ունեցողին։ Չնայած ռեժիմի կողմից շարունակվող բռնաճնշումներին դուք դիմադրում եք եւ դա ոգեշնչող է։ Դուք անշուշտ տեսել եք, որ ավելի մեծ ամբոխները բազմիցս ռեժիմին ստիպել են փախուստի դիմել, բայց հետաքրքիր է, ավելի մեծ ամբոխը, որ ստիպել է ռեժիմին փախուստի դիմել, այդտեղ էլ է հերդ։ Բա դու ում ես ասում, բա այդ ենք ասում, որ դու չես կարա համ որպես օրինական թագաժառանգ ցանկանաս վերադառնալ, համ էլ մարդիկ չհիշեն, բա այդ ինչի փախավ, որովհետև ժողովուրդը դժգոհ էր։ Ինչքան ուզում է այսօր ավելի դժգոհ լինի, ավակ սերունդը հիշում է նաև այն դժգոհությունը։ Կարող է այս սերունդը չի հիշում, բայց ավակ սերունդը ամեն դեպքում դա հիշում է։ Այսինքն եթե դու հիշացնում ես, որ ժողովուրդը ինչքան զորեղ է դիկտատորներին փախուստի դիմելու հարցում, ստիպելու, դե հորդ մասին է խոսքը։ Հետևաբար կարևոր է պահպանել այս ցույցերի կարգապահությունը եւ որքան հնարավոր է մեծ ծավալը, նշել է թագաժառանգը։ Իհարկե մի բան էլ ասեմ, ակտուալ գահաժառանգ Շահ Ռեզա Փահլավին մի հատ էլ Fox News-ին է տվել հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է ղեկավարել Իրանի անցումը բռնատիրական ռեժիմից դեպի ժողովրդավարություն։ Փահլավին շեշտել է, որ նպատակ ունի խաղաղ փոփոխություններ իրականացնել ազգային հանրաքվեի եւ սահմանադրական ժողովի միջոցով։ Իմ հայրենակիցների կոչով ես առաջ եմ քայլում ղեկավարելու այս անցումը բռնատիրությունից դեպի ապագա ժողովրդավարություն, ասել է Փահլավին։ Գահաժառանգը հավելել է, որ իր դերն է օգնել հայրենակիցներին հասնել այդ նպատակին առանց կողմնակալության, պայմանով, որ վերջնական արդյունքը լինի աշխարհիկ ժողովրդավարություն։ Ես ամբողջ կյանքս պատրաստվել եմ ծառայելու իմ ազգին, նշել է Փահլավին, ավելացնելով, որ ավելի քան երբևէ պատրաստ է վերադառնալ Իրան իր հայրենակիցների հետ միասին մասնակցելու վերջին մարտին։ Իդեպ մի բան էլ, որ չգիտես ինչի չեն հիշեցնում, տպավորությունա, որ ինքը գալիս է ուղղակի կառավարելու, բայց չմոռանանք, որ 79 թվականին, երբ որ արդեն հունվարի 16-ից արդեն փաստացի հեղափոխությունը հաղթանակել էր եւ փետրվարին արդեն Շահինշահ Մոհամմեդ Ռեզա Փահլավին արդեն դուրս էր եկել, վերջում էլ գնաց Ամերիկա, հետո եկավ Եգիպտոսում մահացավ, ինքը լիմֆոմա ուներ, քաղցկեղ ուներ, 80 թվականին մահացավ, բայց ինչ նախնդիրը, ժամանակվանից դուրսն են ապրում թագաժառանգը Ռեզա Փահլավին, բայց երբ որ 80 թվականին սկսվեց Իրано-իրաքյան պատերազմը, Իրաքը հարձակվեց Իրանի վրա, ինքը որպես ռազմական օդաչու, մարդ, որ փափուկ կյանքով ապրում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինքը դիմեց Իրանի կառավարությանը եւ ասեց պատրաստ է գալ Իրան
նստել ռազմական ինքնաթիռի ղեկին եւ կռվեմ հանուն իմ պետության, ասին ոչ, այս կողմերը չերևաս։ Այսինքն նույնիսկ ինքը պատրաստ է իր կյանքը վտանգել, բայց այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք չէ որ իրան որպես դրածո ցույց տա, դա հակառակ էֆեկտն է ունենալու։ Այն դեպքում, երբ որ Իրան-Իրաքյան պատերազմը շատ արյունալի պատերազմ էր, տևել է 8 տարի, հաստատ Ռեզա Փահլավին կարող է նաև ողջ չմնար, այդքան հեշտ չի մտածել ռազմական օդաչուն երկար կյանք ունենար այդպիսի պատերազմ, որ 8 տարի տևեց, այն էլ ուղղակի ավարտվեց այն պարզ պատճառով, որ ուղղակի հոգնել էին։ Մի քիչ տարօրինակ է հնչում, որ պատերազմը իսկապես հոգնել էին, Իրաքից ասին ժողովուրդ բերեք դադարացնենք, էլի։ Այդ ժամանակ մեջլիսի ղեկավարն էր Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին, որը հետագայում 89 թվականին դարձավ նախագահ, Իրանի նախագահ 8 տարի ժամկետով մինչև 97, ինքը բավական մեծ հեղինակություն ուներ, Իմամ Համենին էլ հիվանդանոցում պարկած էր 89 թվին դեմահացավ, արդեն հիվանդ էր։ Գնաց ասեց աղբորպես խնդրում են այս պատերազմը դադարեցնենք, ասեց լավ, իսկականից էլի հոգնել ենք այս ամեն ինչից։ Պատերազմը դադարել է այդպես։ Ուղղակի առանց արդյունքի, բացի կոտորածներն ու ավերածությունները։ Իսկ Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին այդ հեղինակությունը ուներ ոչ թե որպես մեջլիսի ղեկավար, որ դիմեր Իմամ Խամենեիին այդ հարցը լուծելու համար, այլ ինքը հեղափոխությանը աջակցել էր։ Ինքը կրթություն էր ստացել, հոգևոր կրթություն Կում քաղաքում, Ղում, այսպես ասած, եւ ինքը այդ բովով անցած, բանտ ընկած, բավական ծանր հարվածներ կերած մարդ էր, մեծահարուստ, որը ֆինանսապես էլ էր նաև օգնել հեղափոխության, այսինքն այդքան խաթր ուներ, որ ասել ժողովուրդ ջան, բերեք դադարեցնենք դա։ Ինչու եմ ասում, որ այդ արյունալի պատերազմի ժամանակ փառասիրություն չէր Փահլավիի կողմից, որ ինքը ասեր պատրաստ եմ որպես ռազմական օդաչու գնամ եւ այդ պատերազմին մասնակցեմ։ Իսկ ի դեպ, ասենք այդ պատերազմն էլ հետաքրքիր զարգացում ունեցավ, ինչն էր խնդիրը, որ Եֆրատը եւ Տիգրիսը, որ գալիս են լցվում են Շատել Արաբ գետը, որը սահմանային գետն է, 195 կիլոմետր է Շատել Արաբ գետը, 82 կիլոմետրը սահմանակից է Իրանին եւ Իրաքին։ Այդ տեղանքը այնպիսին է, որ այդ հողը հոսում է եւ մեկի տարածքը անցնում է մյուսին, բայց 1975 թվականին Սադամ Հուսեյնը այդ ժամանակի պաշտոնը երկրորդ մարդն էր Իրաքի, նախագահը չէր, բայց 75 թվականին Ալժիրի դեկլարացիան, որ ստորագրեցին համաձայնագիրը, այն ժամանակ Շահինշահ Մոհամմեդ Ռեզա Փահլավին էր Իրանի ղեկավարը, երկուսով ստորագրեցին, որ ասին սահմանը գետի տալվեգն է, այսինքն մեջտեղի գիծն է սահմանը։ Պայմանավորվեցին, ամեն ինչ արեցին, բայց հետո երբ որ գետը հունը փոխում էր, գնում էր դեպի Իրաքի տարածք, եւ Խուզեստանը, որը որ բավական հարուստ էր նավթով, փաստորեն հայտնվեց որպես վիճելի տարածք Իրանի տարածքում։ Հիմա Իրաքն ասում էր, այ մարդ, այդ տարածքը իմն է, Իրանն էլ ասում էր, որ տարածքը ես քեզ տամ, գետից կտրվելու եմ։ Այն մեր մոտ գետը նավթից թանկ է, ջուրը։ Ոնց ես պատկերացնում, մեր պայմանագիրը գետի մեջտեղը չի, գետի հունով։ Հա, բա որ գետի հունով է ինձանից ինչ ես ուզում։ Նա էլ ասում է, հա, բայց իմ տարածքը քեզ է անցնում։ Այսինքն այս վեճը այնպիսի վեճ է, որ լսես երկու կողմները ճիշտ են։ Մեկ-մեկ որ մարդիկ կան ուզում են միջազգային կոնֆլիկտներին պարզ լուծում գտնեն, ասում են ժողովուրդ ջան, նես նորմալ էքսպերիմենտի համար թեստային։ Մի հատ գնացեք Իրано-իրաքյան կոնֆլիկտը լուծեք, էլի։ Հիմա Իրաքն էր ճիշտ, որ ասում էր իմ հողերն անցել է Իրանին, թե Իրանն էր ճիշտ, որ ասում էր ախպեր ջան, բայց մենք ստորագրել ենք գետի հունն է մեր սահմանը։ Ինձ ինչ թե ես կոմ եկե, թե ենկո։ Ու այդպես էլ կռվեցին իրար, ոչնչացրեցին, Խուզեստանը մնաց Իրանին։ Եթե աշխարհակաղակական ինչ-որ կատակլիզմ չլինի, որի պատճառով Իրանը մասի բաժանվի կամ Իրաքը, այդ հարցը տենց էլ կմնա չլուծված։ Այսինքն ոչ բոլոր կոնֆլիկտներն ա, որ պարզ լուծումներ ունեն, այդ ուղղակի հիշեցրեցի բանի Փահլավիի առիթով։ Բայց շարունակությունը հակադարձում է Իրանի ղեկավարությունը ռազմական։ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Ամիր Հաթամին ասել է
ասել է Թեհրան իրանցի ժողովրդի դեմ թշնամական հռետորաբանության սրացումը համարում է սպառնալիք եւ անպատասխան չի թողնի դրա շարունակությունը։ Հաթամին ներկայիս համաշխարհային ժամանակաշրջանը բնութագրել է որպես նոր համաշխարհային կարգի ձևավորման ջանք, նշելով, որ նման փորձերն անվտանգության մարտահրավերներ են ստեղծել համաշխարհային տարածաշրջանային եւ ազգային մակարդակներում, ինչը հանգեցրել է անկայունության եւ անապահովության։ Հաթամին Իրանի ժողովրդի կենսապահովման հետ կապված բողոքի ցույցերը բնութագրել է որպես ԱՄՆ նախագահի կամ Իսրայելի վարչապետի հետ կապ չունեցող գովաբանելով բնակչության վարքագիծը վերջին իրադարձությունների ժամանակ։ Ժողովուրդն իմաստուն կերպով է գործել, հեռու մնալով անկարգություններից եւ հրաժարվելով հետեւել ԱՄՆ նախագահի եւ Իսրայելի վարչապետի ծրագրերին։ Անդրադառնալով Իրանի ներքին գործերի արտաքին միջամտությանը, Հաթամին ասել է, որ Իրանի զինված ուժերի պատրաստակամությունն այսօր շատ ավելի բարձր է, քան 12-օրյա պատերազմից առաջ։ Թշնամու ցանկացած սխալ հաշվարկ կհանդիպի ավելի վճռական պատասխանի եւ որ ցանկացած ագրեսորի ձեռքերը կկտրվեն։ Այսինքն տեսնում եք, որ ցույցերի ընթացքում, եթե նույնիսկ որոշ փոքր բնակավայրեր վերահսկողության տակ են վերցնում ցուցարարները, իշխանությունն էլ վճռական է տրամադրված դա կանխելու։ Այնպես որ այդ ամեն ինչը պետք է հաշվի առնել, որ զարգացումները դեռ պարզ չի, որ կարող է Ամերիկայի Միացյալ Նահանգների կոշտ միջամտությունը կարող է արդեն լավ չնայվի աշխարհի կողմից, որ հիմա էլ ասի մի հատ էլ Իրանին հարվածենք, մեր մարդուն դնենք։ Եթե ուղղակի Իրանին հարվածելը ելներ, ոչ թե մեր մարդուն դնենք, կարող է ինչ-որ միտեղ հասկանային։ Ես ասի, որ ինքը լավություն չարեց թագաժառանգ Փահլավիին։ ԱՄՆ նախագահի դեսպանոր Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է. մենք կարծում ենք, որ հիմնականում ավարտել ենք անվտանգության արձանագրությունները, որոնք կարևոր են, որպեսզի Ուկրաինայի ժողովուրդն իմանա, որ երբ պատերազմն ավարտվի, այն կավարտվի ընդմիշտ, բայց մենք նաև կարծում ենք, որ շատ մոտ ենք բարգավաճման համաձայնագրի վերջնական կնքմանը, որը կլինի ամենաուժեղը, որը երբևէ բանակցվել է նման հակամարտություններից դուրս եկած երկրների կողմից, եւ որը մենք հույս ունենք կբացի հսկայական հնարավորություններ ուկրաինացի ժողովրդի համար, եւ մենք կարծում ենք, որ ուժեղ տնտեսությունը կապված է ուղղակիորեն գործում է այս անվտանգության արձանագրությունից հետո, ավելացրել է Ուիթքոֆը, սակայն Ուիթքոֆը նշել է, որ հողերի հարցը մնացել է չլուծված, էդ էլ հաշվի առնենք, որ դեռ այդ հարցում համաձայնության չեն եկել։ Մենք հույս ունենք, որ կարող ենք որոշակի փոխզիջումների հասնել այս հարցում, բայց ես ուզում եմ ասել հետևյալը. մենք այստեղ ենք միջնորդելու եւ օգնելու խաղաղության գործընթացին եւ մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, ինչն անհրաժեշտ է այս նպատակին հասնելու համար, ընդգծել է Ուիթքոֆը։ Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում կայացած կամավորների կոալիցիայի գագաթնաժողովին հայտարարել է. հազարավոր ֆրանսիացի զինվորներ կարող են տեղակայվել Ուկրաինայում հրադադարից հետո, խաղաղությունը պահպանելու համար, խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո մենք ցանկանում ենք նաև տրամադրել պատկերներ եւ հսկողության տվյալներ։ Երկրորդ, մենք կմասնակցենք ուկրաինական բանակի վերականգնմանը եւ երրորդ, մենք ցույց ենք տվել մեր պատրաստակամությունը տեղակայվելու այս բազմազգ ուժերի կազմում։ Սա այն ուժը չէ, որի համար մենք պատրաստվում ենք մասնակցել մարտական գործողությունների։ Սա աջակցության ուժ է խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, նշել է Մակրոնը։ Մակրոնի խոսքով Թուրքիան պատրաստ է ստանձնել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծովային բաղադրիչի պատասխանատվությունը, իսկ Միացյալ Նահանգները կստանձնի հրադադարի պահպանման մոնիթորինգի առաջատար դերը։ Իսկ հիմա Զելենսկին, Մակրոնը եւ Սթարմերը, այսինքն Ուկրաինայի նախագահը, Ֆրանսիայի նախագահը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետը պատերազմի ավարտից հետո Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայման մասին հռչակագիր են ստորագրել։ Դրանից անմիջապես հետո վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրադադարից հետո Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը կդնի խորհրդարանական քվեարկության։ Իսկ հիմա նայենք ինչ է կատարվում Ռուսաստանի արձագանքը այս ամեն ինչին։ Ըստ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռուս զինվորներն Ուկրաինայում Ասսո հրաման են կատարում։ Այսինքն ինքը Ասսո լեզվավոր ներկայացուցիչն է, ինքը գիտի, թե նրանք ինչ են կատարում։ Պուտինը Սուրբ Ծնունդը նշել է զինվորականների հետ եւ նրանց առաքելությունն անվանել Սուրբ։ Մենք հաճախ Տիրոջը մեր փրկիչն ենք անվանում, քանի որ նա եկել է երկիր բոլոր մարդկանց փրկելու համար։ Այսպիսով զինվորները
Ռուսաստանի զինվորները միշտ կատարում են հենց այս առաքելությունը, կարծես Աստծո հրամանով, պաշտպանելով հայրենիքը, փրկելով հայրենիքը եւ դրա ժողովրդին։ Եվ բոլոր ժամանակներում Ռուսաստան այսպես է վերաբերվել իր զինվորներին, ինչպես այն մարդկանց, ովքեր կարծես Աստծո հրամանով կատարում են այս սուրբ առաքելությունը, ասել է Պուտինը։ Այսինքն ինքը արդեն գիտի Աստված ինչ ա ուզում, Աստվածահաճո է գնալ մտնել հարևանի տարածք եւ այնտեղ մարդ սպանել, հիվանդանոց ռմբակոծել, հրթիռակոծել, շատ աստվածահաճո գործ է ժողովուրդ ջան։ Եվ ինքը Աստծո անունից լիազորված է նման հայտարարություններ անի, որ նրանք սուրբ են, որովհետև սուրբ գործով են զբաղված։ Իմ մոտ այն տպավորությունն է, չեմ կարող ասել Նիկոլ Փաշինյանն է Պուտինի հետ որոշել Աստծուն տղաբերի մարդկանց վրա, սենց անլուրջ ձևով Աստծո անունը սենց պարբերաբար տալով, եւ երեգել Նիկոլ Փաշինյանն էր դրել էր այնց բաներ էր ասում տնաշենը, ախր դա հեչ քո հակով չի էլի այդ ամեն ինչը, որի մասին խոսում ես։ Հիմա ինչպես տեսնում եք, այս կարգի հարցերում հասարակության վրա ինչ որ մի օին բերելու համար անպայման ցույց են տալիս, թե իրանք ինչ աշճանի հավատացյալ են։ Հիմա դուք հավատացիք, որ իրանք հավատացյալ են, եւ այս ամեն ինչը ինչ որ անում են, դա հավատի արդյունք է։ Կարծում եմ, որ ոչ։ Մի բան էլ հիմա տեսնենք ինչ ենք հասցնում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը զգուշացրել է իր հանրապետական գործընկերներին, որ եթե նրանք չպահպանեն կոնգրեսի նկատմամբ վերահսկողությունը այս տարվա միջանկյալ ընտրություններում, դեմոկրատները իրեն կրկին իմպիչմենտ կհայտարարեն։ Դուք պետք է հաղթեք միջանկյալ ընտրություններում, քանի որ եթե մենք չհաղթենք միջանկյալ ընտրություններում, դա պարզապես լինելու է։ Նկատի ունեմ, նրանք ինձ իմպիչմենտի ենթարկելու համար պատճառ կգտնեն, ասել է Տրամպը։ Ներկայացուցիչների պալատի հանրապետականների քաղաքականության խմբակցության առջև ունեցած ելույթում ինձ իմպիչմենտ կհայտարարեն։ Իհարկե խոսքը վերաբերում է նրան, որ իմպիչմենտի համար կարող է ձայները չհերիքի, որ իմպիչմենտ հայտարարեն, բայց ինքը ուղղակի անհանգստացած է, որ այս տարվա վերջին նոյեմբեր ամսին կարող է եւ կոնգրեսում եւ սենատում ինքը մեծամասնություն չունենա, որը իր արած քայլերի համար շատ ծանր հարված է։ Այո, կարող է այն ինչքան որ ձայներ ստացած են իմպիչմենտին չհերիքի, բայց կհերիքի, որ շատ լուրջ ձևով սահմանափակեն Դոնալդ Տրամպի քայլերը։ Ինքը դա հասկանալով հիմա մտածում է ինչ պետք է անի, որպեսզի այդ հարցը կարողանա լուծել։ Իդեպ, այսօր այս ամեն ինչը, որ ներկայացրեցինք աշխարհում լարվածությունը, տեսնում եք այս բոլորը, ավարտեմ բարի լուրով, այսօր Նիկոլ Փաշինյանը ոչ մի անկապ ելույթ չի ունեցել, այնպես որ ինձ թվում է դա նաև հաջողություն է, որովհետև գոնե մի օր կարող ենք համարել, որ ինքը ուղղակի ասելիք չուներ եւ չի ասել։ Նենց էլ ասելիք չունի, բայց ինչ որ բաներ ասում է անկապ։ Այս անգամ այդ անկապն էլ չի ասել։ Բայց ես ուզում եմ հասկանամ, մեր ժողովուրդը այսքան խնդիրների հետ կապված, այս ամբողջը մեր շուրջ որ կատարվում է, մեր իշխանությունից որևէ մեկի ձայնը պետք է չլսվի, ասի ժողովուրդ ջան, հանգիստ եղեք, նորմալ է կամ նորմալ չի, կամ էս ենք անում, չարչարում ենք, աշխատում ենք։ Դե ով ասի կամ ինչ ասի, իրանց ուղիղ ծավալը եթե գիտեք, հասկանում եք, որ դա հաստատ իրանց հակով չի։ Դրա համար ժողովրդի անելիքը շատ ավելի մեծ է, պատրաստ լինենք շատ ավելի լուրջ զարգացումների։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյա YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։